Պարոն Պետրոսյան, երեկ եւ այսօր ԿՊԱ-կան ինչ-որ խմբեր, Նիկոլ Փաշինյանի աջակիցներ փողոցում մարդկանց են ծեծի ենթարկում, Նախուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչներին, այդ թվում նաեւ կանանց, այսօր էլ Արթիկում Հայաստան Դաշինքի ներկայացուցիչներին, այս պայմաններում կարող ենք ասել, որ ընտրությունները նորմալ, բնականon, իրավական, ժողովրդավարական տրամաբանության մեջ են ընթանում։ Իհարկե չենք կարող ասել, ընտրությունները սկսած քարոզ արշավից արդեն իսկ բազմաթիվ խախտումներով են ուղեկցվում, հենց քարոզ արշավը, ես մի շարք առիթներով ասել եմ, քարոզ արշավը այսօր ընթանում է լրիվ ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքի խախտումներով, որովհետև պետք է ապահովի հավասարությունը քարոզ արշավի մասնակիցների։ Իսկ այսօր այն անձինք, ովքեր պոտենցիալ հավակնում են իշխանությունը վերցնել, օրենքի ճանապարհով, օրենքով։ Այդ մարդիկ անազատության մեջ են։ Ազատության մեջ է միայն Հայաստանում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլ Փաշինյանը, ով չարաշահում է իր բոլոր ռեսուրսները։ Ամբողջ իրավական համակարգը այսօր լեցված է Նիկոլ Փաշինյանի վերարտադրության գործին։ Ոչ մեկ իր բուն գործառույթով չի զբաղվում։ Հիմա այսօր էլ սկսել են ձերբակալություններ։ Իբր թե ընտրակաշառք Ռուսաստանում ընտրակաշառք վերցնելու։ Հասկանում եք, հարգելի պարոն Սիմոնյան, կաշառքը դա այն հանցանք է, որը պետքա բռնես տեղում։ Դու ստեղից ոնց ես որոշում, որ մարդը Ռուսաստանում ընտրակաշառք է վերցրել ու եկել է Հայաստան ընտրելու։ Այսինքն սա ոչ թե իրավական գործընթաց է, այլ բացառապես քաղաքական հետապնդում է։ Ուրիշ անվանում չունի։ Նույն է ձեր նշածը, որ մարդկանց ծեծի են ենթարկում, սա ամեն գնով ես ասել եմ եւ կրկնում եմ, Նիկոլ Փաշինյանը այդ զգվելին ամեն գնով, ամեն ինչի գնով, մարդասպանության գնով անգամ փորձելու է վերարտադրվել։ Բայց ես մի ներքին համոզմունք ունեմ, որ դա իրան չի հաջողվելու։ Պարոն Պետրոսյան, նախընտրական բանավեճներին հետևում եք ՀՄԵԿ-ի, ինչ դիրքորոշում ունեք, արդյոք ԿՊ-ն իրեն ճիշտ է դրսևորում այդ բանավեճերի ընթացքում։ ԿՊ-ն իրան երբեք ոչ մի բանավեճի ընթացքում ճիշտ չի դրսևորել, ընդամենը ղժղժում են, աղմուկ են հանում, փորձում են պարալիզացնել նորմալ բանավեճը, այս է իրանց զբաղմունքը, նրանք ինչ են հասկանում, որ ինչ ասեն։ Ես ուրբաթ օրը եթերի եմ լինելու Live News-ում եւ կասեմ շատ բաներ։ Ուղղակի հայտարար անձնարարություն, դա կողմանի զուտ եկանդի օկտի, բոլորի ձայնը զրկելով, բոլորի ձայնը կանխելով, ով որ հակառակն է կարծում։ Սա է իրականությունը։ Սենց բան, ես Նիկոլին ասում եմ քրճ, այսինքն քաղաքական ռեպրեսիաների չեմպիոն։ Նման ռեպրեսիա քաղաքական ոչ մի իշխանության օրոք չի եղել, պարոն Սիմոնյան։ Հասկանում եք, այս մարդը հասկանալով, որ ինքը որ օրը վարչապետ չեղավ, կես ժամ հետո հանգրվանելու է ազգային անվտանգության ծառայության մեկուսարանի պատվալներում, այդ դրա համար ամեն ինչի դիմում է։ Ասում եմ, ինքը պատրաստ է լինելու, կհիշեք այս խոսքերը։ Նաև մարդասպանության գնալու, միայն թե ինքը վերարտադրվի։ Այլուր մնաց սահմանադրության 3-րդ հոդվածը, համաձայն որի Հայաստանում մարդն է բարձրագույն արժեքը։ Իր համար Հայաստանում մարդը չի բարձրագույն արժեքը։ Իր համար Հայաստանում իր պաշտոնն է բարձրագույն արժեքը։ Որովհետև պաշտոնը կորցնելուց հետո նորից եմ ասում, ինքը շատ արագ հանգրվանելու է ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում։ Սա է իրողությունը։ Ով ինչ ուզում է ասի։ Թվում է, թե ես հիմա կոպիտ գնահատականներ եմ հնչեցնում, բայց դրանք օբյեկտիվ են։
Եվ վերջին հարցը Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այդ բոլոր գյուղմթերքի, որը Ռուսաստան չի արտահանվում, հիմա ինքը դրա փողը կտա։ Արդյոք սա ընտրակաշառք չէ, պարոն Պետրոսյան։ Իհարկե ընտրակաշառք է, եւ այս ինքը իր որ ասածն է արել, որ հիմա դրան հավատա ժողովուրդը։ Եթե կարողանա տա, ես ուրախ կլինեմ։ Որտեղ մարդիկ չարչարվել են, քրտինք են թափել, գումար են ծախսել, որ ասենք արտադրանք ունենան, եւ այսօր այդ արտադրանքը հանձնված է հողին։ Ու մի արտակել ասեմ, ես էլ խնդրում եմ արձանագրել, այսօր բանը են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար կոչված ուժը, բոլորովին ասեմ, ուրիշ հարցերի մասին է խոսում։ Բոլորովին իր այդ կապ չունեցող ուրիշ հարցերի մասին։ Առողջապահության նախարարը խոսում է իր հետ կապ չունեցող հարցերի մասին։ Այսինքն այսօր մենք մի բան պետք է արձանագրենք, որ ամբողջ իշխանական լծակները օգտագործվում են միայն մի բանի համար։ Իրանք մոռացել են ով ինչ է աշխատում։ Խոսում են միայն մի բանի մասին։ Ոնց անեն, որ վերարտադրվեն։ Որ Նիկոլ Փաշինը վերարտադրվի։ Էս է սրանց ամբողջ ուղղությունը։ Էս է իրանց ամբողջ անելիքը։ Իրանք մոռացել են ինչի մասին են։ Իրանք ինչի համար են նշանակվել տվյալ պաշտոններում եւ ինչ գործառույթներում։ Ուրեմն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար կոչեցյալ միստր Ուժակը Թորոսյանը խոսում է ընտրակերտիկների համար կաշառքի մասին։ Ասենք ես ուզում հասկանալ էլի, որ իրավական ակտով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը իրավասու նման հարցերով զբաղվել։ Ընտրակաշառքների հարցերով, այսինքն իրականացնում է իր գործառույթների դուրս լիազորություններ, ինչը սահմանադրական կարգի տապալման դասական դրսևորում է։ Քրեական օրենսգրքի 420 10-ից 15 տարի ազատազրկում։ Այդտեղ դու սոցիալական ապահովության հարցերը թողած ընկերես ընտրակաշառքների հետևից, դու ինչ կապ ունես այդ հարցերի հետ։ Այսինքն, արգելի պարոն Սիմոնյան, այսօր նորից եմ ասում, ամբողջ իշխանական լծակները բոլոր լծված են մեկ գործի, ապահովել Նիկոլ Փաշինի վերարտադրությունը, ոչ մեկ զբաղված չի իր բուն գործառույթներով։ Սա խնդրում եմ արձանագրեք։ Եղավ, շատ լավ, շնորհակալ եմ շատ։